Բարև բոլորին, դուրս եկա աղմկոտ սրճարանից, նախաճաշս արեցի, երեխաներին արդեն տարել էի մանկապարտեզ, հիմա գնում եմ մի քանի բյուրոկրատիկ գործեր կատարելու համար, ավելի կոնկրետ իզե, ովքեր ապրում են Իտալիայում ենթադրում եմ տեղյակ են իզեն ինչա, ով որ չգիտեն, դա ցույց է տալիս ընտանիքի տնտեսական վիճակի ցուցանիշը եւ հաշվարկում են դա մի քանի բաներից ելնելով եկամտից ընտանիքի, ամբողջ ընտանիքի, ունեցվածքից, մեքենա, տուն, ամեն ինչ որ ունեք, քարտերից, գումարներից, հաշիվներից, քանի որ մենք ամեն տարի էստեղ անում ենք ընդհանուր հայտարարագիր, ամեն մեկս մեր ընտանիքի եկամուտները արդեն հայտարարագրված են եւ դրա հիման վրա կատարվում այս իզեն։ Իզեն շատ հարմար է ունենալ, եթե դուք ունեք երեխաներ, ուսանողներ կամ բժշկական ծառայություններից օգտվելու համար շատ տարբեր տեսակի վայրերում կարող եք դա օգտագործել։ Ես անում եմ օրինակ հենց մանկապարտեզի համար, որտեղ իզեի հիման վրա է որոշվում, թե դուք ինչքան եք վճարելու ամսական մանկապարտեզի վարձը, շեմեր կան, եթե չեմ սխալվում, մինչև 7050 եվրո եք վճարում, մինչև 15100 եվրո եք վճարում, այսինքն դուք պետք է այդ թիվը ունենաք, որ ուղարկում եք թաղապետարան եւ ըստ դրա նրանք հաշվարկ են անում, թե դուք ինչքան պետք է վճարեք մանկապարտեզի, համալսարանի, բժշկական ծախսերի, կոմունալների, ինչու ոչ, ամեն ինչի համար դրանից ելնելով մենք վճարումներ կատարում, աղբահանության համար նաև, շատերը կարող են նույնիսկ նպաստներ ստանալ երեխաների համար, եթե իրանց այդ իզեն տնտեսական վիճակը շատ ցածր է, շատ հարմար է դա անել, նույնիսկ վարկվեցնելու համար բանկից, շատ անգամ արտոնություններ եւ աջակցություն կարող են ստանալ այն մարդիկ, ովքեր որ ունեն ցածր իզե, այսինքն ցածր եկամուտ ունի այդ ընտանիքը։ Հիմա ես այդ գործով եմ պատրաստվում գնամ, տեսնենք ինչպես կստացվի։ Ասեն, կոչվում է Նովոլի, այստեղ այս ամբողջ այս դիմացի հատվածը, դա ուսանողական կամպուսներ են, ուսանողական բնակարաններ են եւ ինքը համալսարանները, որոշակի մասնաճյուղեր ունեն այստեղ։ Այս թաղամասում կա տրամվայ եւ շատ հեշտ է կապը կենտրոնի հետ։ Ընդհանրապես մի քանի րոպեում այստեղից կարող եք հասնել կենտրոն, եթե այստեղ եք բնակվում, սովորելու ընթացքում։ Եվ ընդհանրապես բավականին մոտ է կենտրոնին այս թաղամասը, շատ աշխույժ թաղամաս է։ Ունի այսպես մի հատ մեծ մոլ, որում մի քանի բրենդներ են ներկայացված, ոչ շատ։ Քանի որ ես մի քիչ շուտ եմ եկել իմ նշանակված ժամից, ես կմտնեմ մի քիչ կշրջեմ։ Իհարկե ձեզ կվերցնեմ ինձ հետ։ Տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կգտնենք։ Ընդհանուր առմամբ կուզենայի մի հատ սառոչկա ինձ համար, եթե գտնեմ, եթե ժամանակս ների փնտրեմ։ Այս է շատ լավ խանութ, կոչվում է Կազանովա, իտալական բրենդ է, ամեն ինչ տան համար, սկսած խոհանոցի պարագաներից, տան պարագաներից եւ գներն էլ բավականին հարմար են, իսկ որակը շատ լավն է, կարող եմ ասեմ, կարող ենք միասին մտնել շրջել, որ պատկերացում կազմեք, եթե լինեք այստեղ։ Տեսնենք ինչ արժի, 5.90, այս մի հատ է, հա, մի հատ, մեզ լավ նշար։ Չփոքրիկը։
Ամառային կահույք ունեն արդեն։ Նույնիսկ լողավազանի մոտի ինչ-որ բաներ ունեն հետաքրքիր։ Այստեղ ունեն նաև ներկայացված ամեն ինչ ննջասենյակի համար։ Շատ իսկապես լավ խանութ է և շատ հարմար գներով։ Եվ շատ սիրուն տեսականի ունի միշտ։ Շատ սիրուն ափսի է, արժեքը 1 եվրո։ Այստեղ ամեն ինչը հենց այս բրենդն է, Կազանովա կոչվում է, հենց ինքը իր բրենդն ունի։ Ամեն ինչ ունի ցանկացած տեխնիկա, ամեն ինչ։ Վատը չի, չեմ կարող ասել, որ վատն է, իհարկե շատ լավ բրենդերի զիջում է, բայց ես ձեզ ասեմ, ամեն օրվա օգտագործելու համար հիանալի է։ Հիանալի է։ Ես հատկապես սիրում եմ իրանց մոտից առնել ամեն ինչը հրուշակագործության համար, ես շատ եմ սիրում թխել, ամեն ինչ սիրում եմ ընդհանրապես ինչը որ կապված է խոհանոցի հետ, դա իմ համար մի յուրահատուկ աշխարհ է, ես շատ եմ սիրում պատրաստել։ Եթե այստեղ լինեք, անպայման այցելեք եւ սա ցանցային խանութ է, դուք կգտնեք այն ամենուրեք։ Ուղղակի ուշադիր եղեք, ինչ մեծ գրիլ է։ Ուղղակի ուշադիր եղեք եւ եթե ձեզ ինչ-որ բան պետք է, այստեղից գնեք։ Ուզում եմ մտնեմ հիմա H&M, այստեղ շատ մեծ է H&M-ը, 2 հարկանի և տեսնենք ինչ կա այնտեղ։ Ուզում եմ ձեզ ցույց տամ այս գարտենզիան, հələ լավ չի բացվել, բայց մի հատ տեսեք ինչ սիրուն է։ Ես գորտենզիայի նկատմամբ թուլություն ունեմ, իմ ամենա երևի սիրած բույսն է, ծաղիկն է, չգիտեմ ոնց ասեմ, բայց ես որ իրան տեսնեմ, ես կարողանում անտարբեր անցնեմ, անպայման պետքա կանգնեմ, մի քիչ նայեմ։ Լավ, գնանք H&M, տեսնենք ինչ կա։ Հետաքրքիր է սրա ձևը, ինչ արժի, 34.99։
Ամառային սիրուն շարիկ։ Իհարկե ոչ մի սարոջկա ես չեմ տեսնում։ Տեսնենք ինչ ասա։ Ոչ մի բան ինձ դուր չեկավ, ոչ մի հետաքրքիր բան ես չտեսա այստեղ։ Ցավոք սրտին դուրս եկամ, ոչ մի բան ինձ դուրս չեկավ այստեղ, քայլեմ դեպի նպատակ